Մատթեոս 18-րդ գլուխ։ Նույն օրն աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայության մեջ»։ Հիսուսն իր մոտ կանչեց մի մանկան, նրան կանգնեցրեց նրանց մեջտեղում և ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չփոխվեք և մանուկների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի։ Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս մանուկն է, նա է մեծ երկնքի արքայության մեջ։ Եվ ով իմ անունով մի այսպիսի մանկան ընդունի, ինձ ընդունած կլինի։ Ով ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, եթե նրա պարանոցից գրաստի երկանակար կախվի և նա սուզվի ծովի խորքը։ Վայ աշխարհին գայթակղությունների պատճառով։ Հարկ է, որ գայթակղությունները գան, բայց վայ այն մարդուն, որի միջոցով գայթակղություն կգա։ Եթե ձեռքդ կամ ոտքդ գայթակղեցնում է քեզ, կտրիր այն և դեն նետիր քեզնից։ Քեզ համար ավելի լավ է մեկ ձեռքով կամ կաղ մտնել կյանք, քան թե երկու ձեռք ու երկու ոտք ունենալ և հավիտենական կրակի մեջ ընկնել։ Եվ եթե աչքդ գայթակղեցնում է քեզ, հանիր այն և դեն նետիր քեզնից։ Քեզ համար ավելի լավ է մեկ աչքով հավիտենական կյանք մտնել, քան թե երկու աչք ունենալ և գեհենի կրակն ընկնել։ Զգույշ եղեք, չարհամարհեք այս փոքրիկներից որևէ մեկին։ Ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր Հոր երեսը, որովհետև մարդու Որդին եկավ կորածին փրկելու։ Ինչպե՞ս է ձեզ թվում, եթե մարդ 100 ոչխար ունենա և նրանցից մեկը մոլորվի, 99 ոչխարը չի թողնի լեռներում և գնա մոլորվածին փնտրելու։ Եվ եթե պատահի գտնի նրան, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ ոչխարի համար ավելի կուրախանա, քան 99-ի, որ մոլորված չեն։ Այդպես էլ իմ երկնավոր Հայրը չի ցանկանա, որ այս փոքրիկներից մեկը կորչի։ Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանիր նրան, երբ դու ու նա առանձին եք։ Եթե քեզ լսի, քո եղբորը շահած կլինես։ Իսկ եթե քեզ չլսի, վերցրու քեզ հետ մեկ կամ երկու հոգու ևս, որպեսզի 2 և 3 վկաների բերանով հաստատվի ամեն խոսք։ Իսկ եթե նրանց էլ չլսի, ասա եկեղեցու ժողովին։ Եթե եկեղեցուն էլ չլսի, թող քեզ համար լինի որպես հեթանոս և մաքսավոր։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում։ Դարձյալ ասում եմ ձեզ, եթե երկրի վրա ձեզնից 2 հոգի միաբանվեն որևէ բանի համար, ինչ էլ որ խնդրեն, կլինի նրանց իմ Հորից, որ երկնքում է։ Որովհետև որտեղ 2 կամ 3 հոգի հավաքված են իմ անունով, ես այնտեղ նրանց մեջ եմ։ Այդ ժամանակ Պետրոսը մոտեցավ նրան և ասաց. «Տեր, եթե եղբայրս մեղանչի իմ դեմ, քանի անգամ ներեմ նրան, մինչև 7 անգամ»։ Հիսուսն ասաց նրան. Քեզ չեմ ասում մինչև 7 անգամ, այլ մինչև 70 անգամ 7։ Երկնքի արքայությունը նմանվում է մի թագավորի, որը ցանկացավ իր ծառաների հաշիվները քննել։ Երբ սկսեց հաշվեքննությունը, նրա մոտ բերվեց 10,000 քանքարի մի պարտապան։ Քանի որ հատուցելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան, նրա կնոջը, որդիներին և այն ամենը, ինչ ուներ, և հատուցել։ Ծառան ընկավ նրա առաջ, երկրպագեց նրան և ասաց. «Համբերատար եղիր իմ հանդեպ, և բոլորը կհատուցեմ քեզ»։ Ծառայի տերը գդալով արձակեց նրան և պարտքը ներեց։ Իսկ ծառան դուրս գալուն պես գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն 100 դահեկան էր պարտք, և բռնելով նրան սկսեց խեղդել և ասել. «Հատուցի՛ր ինձ պարտքդ»։ Ծառայակիցը ընկնելով նրա ոտքերը, սկսեց աղաչել նրան և ասել. «Համբերատար եղիր իմ հանդեպ, և կհատուցեմ քեզ»։ Բայց նա չցանկացավ, այլ գնաց նրան բանտը գցեց, մինչև պարտքը հատուցեր։ Նրա մյուս ծառայակիցները, երբ տեսան պատահածը, վշտացան և եկան հայտնեցին իրենց տիրոջն այն ամենը, ինչ եղել էր։ Այդ ժամանակ տերը կանչեց նրան և ասաց. «Չար ծառա, ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետև աղաչեցիր ինձ։ Արդ պետք չէր, որ դու էլ ողորմեիր քո ծառայակցին, ինչպես ես քեզ ողորմեցի»։ Եվ նրա տերը բարկանալով նրան հանձնեց դահիճներին, մինչև հատուցեր ամբողջ պարտքը։ Նույն կերպ էլ կանի ձեզ իմ Հայրը, որ երկնքում է, եթե յուրաքանչյուրդ սրտանց չների իր եղբոր հանցանքները։